Վիոլիա ջուր ընկերության ներկայացուցիչի ձեռքին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Երևանյան թաղամասի հատակագիծն է։ Մասնագետը պատմում է, նախապես ծրագրել են, թե բնակելի շենքերի որ հատվածում ինչ դրամաչափի խողովակներ են անցկացնելու։ Թաղամասում անսովոր եռուզեռ է։ Բազմաբնակարան շենքերի բակերում ակտիվ շինարարություն է իրականացնում Վիոլիա ջուր ընկերությունը։ Գրեթե բոլոր շենքերի մուտքերի մոտ քանդման, ջրագծերի փոխարինման աշխատանքներ են։ Թաղամասն ունի խնդրահարույց ջրամատակարարում։ Երևանյան թաղամասը 17 հատ բազմաբնակարան շենք ունի եւ մի 40 հասարակական մանկապարտեզ, դպրոց, հասարակական օբյեկտներ ԽՍՀՄ ժամանակներից այդ ջրագծերը մնացել են, կոռոզիա են ենթարկվել, քայքայվել են։ Դրան գումարվել է արդեն անհայտ միացումներ, ապօրինի միացումներ, որոնց ընթացքում միայտ են գալիս, խցափակվում են։ Նոր ջրագծով արդեն դրանք ամեն ինչը կբացառվի։ Գաղտնի վթարներ, ջրակորուստ, արդյունքում ջրի ճնշումը նվազում էր, բնակիչների դժգոհությունները ավելանում։ Բազմաբնակարան շենքերի վերջի հարկի բնակիչները դեռ չեն բողոքի ճնշումից, քանի որ արդեն ճնշումը նույնպես կարգավորվի։ Ջրագծերի փոխարինման աշխատանքների ընթացքում խողովակների վրա առկա վթարները անմիջապես վերացվում են Վիոլիա թիմի կողմից։ Ժամանակավոր միացումներ են տալիս, որպեսզի բնակիչները ջրի խնդիր չունենան։ Մյուս կողմից քաղաքում մեծ աշխատանք են իրականացնում ընկերության գոտիավորման մասնագետները, որոնք փնտրում ու գտնում են գաղտնի վթարները, հետագայում ասֆալտի շերտը քանդելուց եւ վթարներ վերացնելուց խուսափելու համար։ Այս ամենին էլ զուգահեռ Եղվարդում Վիոլիա թիմը շարունակում է իր ակտիվ պայքարը ապօրինությունների եւ ջրագողությունների դեմ։ Բազմիցս մեր առևտրային իրացման տեղամասում պայքարել ենք ջրագողության դեմ, ինչը որ շատ մեծ քանակ է կազմվել են ապօրինի միացումների խախտման արձանագրություններ, ինչպես նաև մեծ քանակությամբ ջրաչափեր ենք փոխել, որոնք իրենց հերթին նույնպես բերել են նրան, որ գնալով լաբորատոր ստուգաչափման արձանագրություն է կազմել, ջրաչափերը միջամտած են եղել, կանգնած են եղել։ Ջրագծերը փոխելիս պարզվեց, որ կոյուղագծերը եւս լուրջ խնդիրներ ունեն։ Վիոլիա ջուր ընկերությունն ու համայնքը որոշեցին համատեղ ուժերով նորով փոխարինել նաեւ ջրահեռացման համակարգը։ Թաղամասում 1500 գծամետր ջրագիծ վերակառուցելուն զուգահեռ նույնքան էլ կոյուղագիծ կնորացվի։ Վիոլիայի հետ համագործակցությունը համայնքը բարձր է գնահատում։ Ուզում եմ նշել, որ համագործակցությունը այս պահին շատ լավ ստացվել է։ Աշխատանքները մեծ ծավալով ու մեծ թափով ընթանում են։ Փոխարինվում է ամբողջությամբ նորով ջրագծերը, որի արդյունքում ունենալու ենք ավելի որակով ջուր եւ ավելի շատ քանակությամբ ջուր։ Այսինքն մաքսիմալ փորձելու ենք նվազեցնենք ջրի կորուստը եւ նվազեցնենք եւ ավելի լավացնենք ջրի որակը։ Աշխատանքների ավարտից հետո Երևանյան թաղամասին ներկայիս վարկյանում 28 լիտր ջրաքանակի փոխարեն կմղվի վարկյանում 15 լիտր, որը բավարար կլինի գրաֆիկով սահմանված ժամերին որակյալ ու բարձր ճնշմամբ ջրամատակարարում ունենալու համար։ Կբացառվեն նաև կոյուղագծերի խցանումներն ու վթարները։ Համայնք Վիոլիա համագործակցության լավագույն արդյունքն առկա է Եղվարդի Արայի թաղամասում։ Առաջիկայում այս ցանկը կհամալրի նաև Երևանյան թաղամասը։ Այստեղից հետո նախատեսվում են աշխատանքներ շինարարների փողոցում։ Հասմիկ Դիլանյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։